Ողջույն, եթերում անցյալից ներկա հաղորդումն է։ Հաղորդում, որի ընթացքում ներկայացնում ենք տարբեր ասպարեզների ավագ սերնդի անցած ճանապարհն ու նրանց ձեռքբերումները։ Այսօրվա իմ հյուրը մի հրաշալի երգչուհի է, երգչուհի, ով անցել է գեղեցիկ ճանապարհ, երգչուհի, ով վայելում է շատերի սերն ու հարգանքը։ Իմ այսօրվա հյուրը Հայաստանի Հանրապետության վաստակավոր արտիստ, սիրված երգչուհի Գայանե Հովհաննիսյանն է։ Ողջույն, Տիկին Գայանե։ Տիկին Գայանե, նախ շնորհակալ եմ հրավերս ընդունելու համար։ Ինձ համար մեծ պատիվ է ձեզ տեսնել իմ տաղավարում։ Ես եմ շնորհակալ։ Ինչպես եք։ Լավ։ Տիկին Գայանե, ձեր անցած ճանապարհի մասին խոսելիս չեմ կարող չնշել, որ հրաշալի ու շատ գեղեցիկ ճանապարհ եք անցել։ Տարիներ շարունակ երգելով Սերպանտին անսամբլում միշտ լսել եմ, որ դուք առանձնացել եք ձեր կանացիությամբ, գեղեցկությամբ ու տաղանդի մասին խոսքեր չկան, բայց կանացիությունն ու գեղեցկությունը շեշտում են բոլորը, թե ձեր գոլեգաները, թե ձեր հանդիսատեսը։ Այսօր եւս փայլում եք ձեր կանացիությամբ, համեստությամբ։ Տիկին Գայանե, ինչպես է ձեզ մոտ ստացվում միշտ մնալ այդքան գեղեցիկ ու կանացի։ Ուղղակի ես կարծում եմ, որ յուրաքանչյուր կինը միշտ պետք է շատ խնամված լինի, միշտ պետք է կապ չունի ինչ տարիքում է ինքը գտնվում։ Ես էլ արդեն բավական երիտասարդ չեմ, արդեն տարիքս առած եմ, բայց ես միշտ կարողացել եմ ինձ հետևել, միշտ խնամքով լինել, նույնիսկ գիտեք ինչ, այսպես մի բան կա, որ ես գնում եմ օրինակ աշխատանքի, օրինակ կան կանայք, որ ովքեր մեյքափ չեն անում, ուղղակի գնում են դասի, չէ, ինձ մոտ այդպիսի բան չկա, ես միշտ պետք է խնամված լինեմ, որ իմ ուսանողները ինձ միշտ ասում են, Տիկին Հովհաննիսյան, ես ոնց եք կարողանում, ասում եմ, ձեզ հետևել, ասում եմ, որ դուք միշտ այսպես խնամված եք։ Տիկին Գայանե, ես առանձնակի հարգանք ու սեր ունեմ ձեր արվեստի նկատմամբ ու ուսումնասիրելով ձեր տարիների աշխատանքը, ինձ համար դուք այն երգչուհին եք, ում կարելի է առանձնացնել իր եւ տաղանդով եւ գեղեցկությամբ, բայց մի այլ փաստ եմ ուզում նշել, վերջերս երբ ուսումնասիրում էի ձեր հորովակները ու տեսանյութերը, դուք ինձ համար առանձնանում եք նրանով, որ երգչուհի եք, ումից կարելի է շատ բան սովորել, սկսած բարձրախոսի բռնելու ձևից մինչև երգել։ Տիկին Գայանե, դուք այսօր ձեզ բավականին գնահատված երգչուհի համարում եք։ Գիտեք, ինձ համար ամենակարևորը ինչն է, Վարդան, որ ինձ ժողովուրդը շատ հարգում է եւ գնահատում է իմ արվեստը։ Դա ինձ համար արդեն ամեն ինչ է, որովհետեւ շատ ժամանակ է, որ ես փողոցով անցնում եմ կամ մտնում եմ ինչ-որ մի հատ սուպերմարկետ, չէ, ինձ համար շատ հաճելի է, որ մի հատ կարող եք մոտենալ ասել, «Վայ Տիկին Հովհաննիսյան ջան, գիտեք մենք ձեզ ոնց ենք սիրում, ոնց ենք գնահատում»։ Դա ինձ համար ամեն ինչ է։ Իսկ մնացածի մասին չեմ ուզում խոսել։ Ձեր գոլեգաները երբ ձեր մասին խոսում են, նշելով ձեր բարությունը, տաղանդը, կանացիությունը, միևնույն ժամանակ նշում են ձեր խստապահանջությունը։ Այո։ Նշում են, որ ձեր աշակերտների հանդեպ բավականին խստապահանջ եք, որն է այն կարևոր խորհուրդը, որ ամեն առաջինը դուք տալիս եք ձեր աշակերտներին։ Խստությունը պարտադիր է, անպայման պետք է, որովհետև եթե խիստ չլինես, պահանջկոտ չլինես, դու չես կարող հասնել քո ռեզուլտատներին, այսպես ասած։ Ես իրոք շատ բարի անձնավորություն եմ, ես կներեք փողոցում կարող եմ մի հատ կին անցնի ու գրեթե հազիվ թե անցնի, ես կմոտենամ այդ կնոջը կօգնեմ, կանցկացնեմ, բայց դասերի ժամանակ ես օրինակ միշտ իմ ուսանողներին ասել եմ, որ ես դասերից դուրս ձեր ընկերն եմ, կգնամ ձեզ հետ կնստեմ, սուրճ կխմեմ, բայց դասի ժամանակ ես Գայանե Հովհաննիսյան եմ։ Եվ երևի այդ խստությունը, այդ պահանջկոտությունը տալիս է շատ մեծ արդյունքներ։ Ու իրանք այդ բանը շատ լավ գիտեն, արդեն ծանոթ են իմ, ոնց ասում են ձեռագրին, հասկանում եք, ու ես միշտ իմ ուսանողներին ասում եմ, որ պետք է ճիշտ երգեր երգել, գրագետ երգեր երգել, պետք է ունենաք ներքին կուլտուրա, չի կարելի ամեն ինչ երգել, ուղղակի գիտեք ինչ, գալիս է մի տարիք, երբ որ դու արդեն այնքան պետք է հասունացած լինես եւ ինչ որտեղ կայացած լինես, որ դու կարողանաս արդեն ասել, թե դու որ ոճի մեջ կարող ես շարունակել քո երգը, որովհետեւ չի կարելի այսօր ամեն ինչ երգել, ես միշտ սիրել եմ ջազ, ես շատ եմ սիրում ռոք, բայց ես երբեք ոչ ջազ, ոչ ռոք, իմը դա եղել է մաքուր էստրադա, մինչև առ այսօր։ Եվ այդպես էլ ես դաստիարակում եմ իմ ուսանողներին, որ իրանք հասկանան կգա ժամանակը, իրանք պետք է հասկանան ինչն է իրանց համար ամենակարևորը եւ ճիշտը։
Խոսելով ձեր բարության մասին, ես ունեցել եմ առիթ տարիներ առաջ ձեր տանը հյուր գտնվելու ու գիտեք, ինձ համար բավականին հաճելի էր Տիկին Գայանային տեսնել նաև կադրից դուրս։ Նույն բարությունը, նույն կանացիությունը, բայց այս պահին ուզում եմ մի հարցի անդրադառնալ, որը ինձ որպես երիտասարդ սերնդի ներկայացուցիչ բավականին անհանգստացնում է։ Տիկին Գայանե, ինչու չկա նորություններ ձեզանից, նոր տեսահոլովակներ, որովհետև կանացիությամբ, գեղեցկությամբ փայլում եք ու վստահ եմ, որ ձեր հանդիսատեսը ձեզանից սպասում է նորություններ։ Ինչու ավագ սերունդն այսօր չի ներկայանում նոր երգերով, նոր տեսահոլովակներով, չկա պահանջարկ, թե չկա առաջարկ։ Շատ ցավոտ հարց տվեցի Վարդան ջան, որովհետև իհարկե ես էլ կուզենայի ունենալ տեսահոլովակներ, բայց անկեղծ ասեմ, եթե դու ուզում ես ինչ-որ մի լավ պրոֆեսիոնալ գործ անել, ուրեմն դա պետք է լինի կամ շատ լավ, կամ ընդհանրապես ոչինչ չանել։ Ես միշտ կյանքում այդ պրինցիպով եմ ապրում մինչև առ այսօր։ Տեսահոլովակի համար դուք շատ լավ գիտեք, ես նոր չպետք է ձեզ ասեմ, որ բավականին ռեսուրսներ են պետք։ Հասկանում եք, իսկ ես չեմ կարող ինձ թույլ տալ նման բան, որովհետև ես երկու տեղ աշխատում եմ, երկու տեղ դասավանդում եմ, այսօրվա օրով, այսօր ներկա ժամանակ շատ դժվար է դրա մասին խոսելը։ Ցանկությունս շատ մեծ է, բան չունեմ ասելու, իրոք, շատ կուզենայի մի հատ լավ տեսահոլովակ, բայց ես արդեն ասեցի։ Ամեն դեպքում ես եթերում խոստանում, որ ամեն ինչ կանեմ, որպեսզի դուք ունենաք այդ տեսահոլովակը, որտեղ ես առանձնակի հարգանք ու սեր ունեմ ձեր երկարվեստի հանդեպ։ Տիկին Գայանե, եւս մեկ ցավոտ հարց։ Տարվա ընթացքում, տարվա ավարտին գրեթե 3-4 մրցանակաբաշխություններ են տեղի ունենում ու ամենուր նույն դեմքերը։ Ուր է այն սերունդը, որը ունի անցած ճանապարհ, որը թողել է հրաշալի հետք, բայց այսօր մրցանակաբաշխությունները դիտելիս տպավորություն է, որ դիտում ենք նույն մրցանակաբաշխությունը նույն երգերով ու նույն անձանցով։ Իսկ ավակ սերունդը, այն սերունդը, որը անցել է հրաշալի ճանապարհ, ինչու այսօր ներգրաված չէ մրցանակաբաշխություններում։ Բայց ավակ սերունդը ինչու է մեղավոր, ավակ սերնդին ընդհանրապես չեն հիշում, բանի տեղ չեն դնում եւ նրանք ովքեր որ կազմակերպում են այդ մրցանակաբաշխությունները, իրենք պետք է մտածեն դրա մասին, որովհետեւ այսօր ես կներես Վարդան ջան, ես ընդհանրապես նման բաները չեմ նայում, որովհետեւ դա ինձ չի հետաքրքրում, որովհետեւ ես գիտեմ դրա որակը որն է, հասկանում եք, ես հոչ չեմ գնալու ասեմ, գիտեք ինչ ինձ հրավիրեք մրցանակաբաշխությանը, երբեք ես ինձ նման բան թույլ չեմ տա, իրենք պետք է հասկանան այդ ամեն ինչը, որ մեր սերունդը մեծ ավանդ ունի արվեստում, հասկանում եք, շատ մեծ ավանդ ունենք, դեռ ոնց որ դուք ասեցիք Սերպանտինից սկսած մինչև Կոնստանտին Օրբելյան, բայց եթե այդ մարդիկ, ովքեր կազմակերպում են այդ մրցանակաբաշխությունները, միթե նրանք դրա մասին չեն մտածում, չեն գիտակցում, որ չի կարելի մեր հանդեպ լինել այս աստիճանի անտարբեր, մենք դրան արժանի չենք։ Ցավոք սրտի։ Եվս մեկ անգամ նշելով, որ տարիներ շարունակ ուսումնասիրելով ձեզ, ուժեղ կնոջ ձեր կերպարի ետևում մի տեսակ տպավորություն է, որ միևնույն ժամանակ շատ փխրուն, այո, շատ թույլ կնոջ կերպար է, թույլ նկատի ունեն բնավորությամբ։ Տիկին Գայանե, դուք միշտ ձեզ տեսնում ենք ժպտալուց, միշտ դուք փորձում եք էկրանների ժպտալ, ամենուր եք ժպտալ, ինչ է ձեզ համար երջանկությունը։ Ու 3 բառով, ինչ է անհրաժեշտ երջանիկ լինելու համար։ Այսօր ես միայն մի բան եմ Աստծուց ուզում՝ առողջություն։ Իսկ ես երջանիկ եմ այնքանով, որ ես այսօր ունեմ հրաշալի դուստր, որի համար ես ապրում եմ, որի համար ես շնչում եմ, որի համար ես շատ եմ սիրում, այսօր ինքը իմ ամեն ինչն է։ Տարիներ առաջ հիշում եմ, երբ հանրային հեռուստաընկերությամբ հեռարձակվում էր 2 աստղ նախագիծը, դուք իմ ամենասիրելի զույգն եք։ Բայց այդ նախագծից կա մի հատված, որը որ ես միշտ հիշում եմ, դա այն հատվածն է, երբ դուք նշեցիք, որ եթե չեմ սխալվում, այդ նախագծի սկսվելուց որոշ ժամանակ առաջ դուք կորցրել եք ձեր ամուսնուն։ Չէ, մայրիկիս էի կորցրել։ Մայրիկին, որ 2 օր հետո ես եկա եւ մասնակցեցի 2 աստղին, այո։ Ու ինչպես է կարողանում Տիկին Գայանեն այդքան ուժեղ մնալ։ Պրոֆեսիոնալիզմը կայանում է հենց դրանում, որ դու եթե պրոֆեսիոնալ իսկական արվեստագետ ես, դու պետք է կարողանաս քեզ բեմում պահել։
ու փայլել բեմում Այո։ ամեն ելույթի ժամանակ։ Այո։ Շատ ցավալի էր, որ 2 օր առաջ ես հողին եմ հանձնում իմ մամային, բայց 2 օր հետո ես որտեղ պետք է գամ եւ մասնակցեմ։ Ես այնքան ուշ գտա իմ մեջ, որ ես կարողացա այդ ամեն ինչը հաղթահարել եւ կարծում եմ դա ինձ մոտ Եվ հաղթահարեցիք եւ դարձաք նախագծի ամենասիրելի զույգերից մեկը, որովհետեւ առանձնանում եք եւ նրանով, որ երիտասարդ սերնդի կողքին կար նաեւ ավագ սերունդ, եւ առանձնանում եք ձեր երկացանկով, որովհետեւ կան կատարումներ, որոնք որ ես մինչ այսօր լսում եմ ու մինչ այսօր սիրում եմ ու ձեր կատարմամբ եմ ճանաչել։ Տիկինգայանը, բայց միևնույն ժամանակ բոլորը նշում են, որ դուք ունեցել եք հրաշալի ամուսին, ձեր գոլեգաներն են նշում, հրաշալի ընտանիք, կարոտում եք ձեր անցյալից ինչ-որ մի հատված ու եթե այո, որը ամենաշատը որ հատվածն եք կարոտում։ Ես միայն մի բան կարող եմ ասել, որ ես շատ շնորհակալ եմ իմ ճակատագրին, որ ես հանդիպեցի Թոմասին, մենք ամուսնացանք եւ դառավ ինքը հրաշալի ինձ համար ամուսին, 24 տարի մենք ապրեցինք։ Գիտեք, ամենակարևորը ինչն է Վարդան ջան, որ ընտանիքի մեջ պետք է լինի հարգանք եւ ամենակարևորը վստահությունը։ Իմ կարծիքով դա է սերը։ Դրա համար էլ ընտանիքը այդ դեպքում կլինի շատ ամուր։ Մենք երբեք իրարից չենք հոգնել։ Տանը միասին, փորձի տեղը միասին, հյուրախաղերում միասին, շրջժամանակ ինձ ասում էին Գանե դու չես հոգնել Թոմասից, ասում են ոչ, որտեղ մենք միշտ կարողացել ենք թեմա գտնել մեզ համար, հասկանում եք, ու ես անկեղծ ասեմ, որ ես իմ ամուսնուց շատ բան եմ սովորել, շատ բան եմ վերցրել, որտեղ ինքն էլ էր, դե չեմ ուզում ասել, ինքն էլ էր պրոֆեսիոնալ երաժիշտ, գործիքավորող, եւ այդպես մենք ապրեցինք 24 տարի, հրաշալի ամուսին եմ ունեցել, հրաշալի հայր, բայց ցավոք սրտի 59 տարեկանում ինքը կյանքից հեռացավ։ Եթե հնարավորություն ունեիք մեկ րոպեով հանդիպել, ամենակարևոր խոսքը որ կասեիք որն է։ Իրեն թե ընդհանրապես իրեն ես մինչև առ այսօր չեմ կարողանում համակերպել, որ Թոմասը իմ կողքը չէ։ Իսկ որն է այն ամենակարևոր խորհուրդը, որ նա տվել է ձեզ։ Ես որ ասեմ, այդպես ինչ որ ինքը խորհուրդներ էր ինձ տալիս, չի ասի, բայց ինքը միշտ ինձ ասում է, որ գայա ոնց որ կաս տենց էլ մնա մինչև վերջ։ Ասի եղավ Թոմաս ջան։ Եվ ասեմ ձեզ մի բան, որ մահանալուց առաջ, քանի որ ինքը 40 օր գտնվեց ռեանիմացիայում, ինքը մի պահ խելքը եկավ տեղը, ինձ ասեց գայա մի բան եմ քեզանից խնդրում, ասում ասա Թոմ ջան, ասում ես որ մահանամ, խոսք տուր որ դու ինձանից հետո ուրիշի հետ չես ամուսնանա, ասի ես քեզ խոսք եմ տալիս, ու ես իմ խոստումս կատարեցի։ Հրաշալի է։ Տիկինգայինը Սյուզան Մարկարյան, Նադեժդա Սարգսյան, Գայանե Հովանիսյան, Էրնա Յուզբաշյան, նայելով ձեզ ու տարիներ շարունակ հետևելով ընկերության իսկական օրինակ։ Ինձ համար ընկերության իսկական օրինակ եք դուք եղել, որովհետև շատ քչերն են որ կարողանում են 5 տասնամյակ շարունակ պահել ընկերությունը, ու ես հիշում եմ անգամ լուսահոգի Նադեժդա Սարգսյանի արարողության ժամանակ, երբ դուք ասացիք, որ երկրորդ Նադեժդա Սարգսյան չի ծնվի։ Ես չի ծնվի, որովհետև ես վստահ եմ, որ ձեր սերունդը այն սերունդը, որ ամեն մեկն ուներ իր գույնը։ Այո, ամենագիտեք կարևորը այն է, որ մենք 4, այսպես ասած, ընկերուհիներ էինք, հա, եւ ոչ մեկս մյուսին նման չէինք։ Մենք աշխատում էինք միշտ շատ ընկերական լինել, համերաշխ լինել, մեկս մյուսին օգնել, մեկս մյուսին հասնել, նու ցավոք սրտի Նադեժդան ավելի շուտ գնաց այս կյանքից, հողը թող միշտ իրեն թեթև լինի, բայց մինչև առ այսօր ես իմ ընկերուհիների կողքն եմ, նրանք են իմ կողքը, Էրնա Յուզբաշյանը, կապ չունի, որ ինքը Ամերիկայի Միացյալ Նահանգներում է, կապը միշտ կա, Սյուզան Մարկարյանը միշտ ինձ հետ է, մենք ասինքն անընդհատ մենք կապի մեջ ենք, ու ես շատ երջանիկ մարդ եմ, որ ես ունեմ նման ընկերուհիներ, ինչպես Էրնա Յուզբաշյանը եւ Սյուզան Մարկարյանը, որ մինչև առ այսօր իրենք իմ կողքին են։ Տարօրինակ է ու միևնույն ժամանակ հաճելի է նման ընկերություն տեսնել, որովհետև
Այսօրվա ասպարեզում գրեթե շատ տենց։ քիչ ու Չկա։ կարող ենք նաև չհանդիպել այդպիսի Չէ, ընկերության։ չկա։ Ինչպես է ստացվում լինել նույն ասպարեզում, բայց միևնույն ժամանակ միմյանց չնախանձել, չփնովել Բայց ու լինել անկեղծ ընկերություն։ Վարդան ջան, ինչի պետք է ես նախանձեմ, կամ ինչի պետք է Սյուզանը նախանձի կամ Էրնան նախանձի։ Ես նորից եմ ասում, մենք մեր ոճերի մեջ շատ տարբեր էինք։ Էրնան ուներ իր ոնց որ ասում են направление, Սյուզանը իրեն, ես իմը, այսինքն մեր մեջ այդ նախանձ հասկացողությունը երբեք չի եղել ու ես դա երբեք չեմ Իսկ ընդունել։ այսօր նախանձում են ու ինչ ինքնավստահության պակասն է։ Գիտեք ինչ, նախանձում են այն մարդիկ, ովքեր կայացած չեն։ Այն մարդը, այն երկչին, որը կայացած է, ինքը ինչի պետք է նախանձի։ Միշտ խոսում են, կամ նախանձում են, կամ բամբասում են նրանք, ովքեր կայացած չեն ու չեն էլ կայանալու։ Այդ բնավորությամբ, այդ ամեն ինչով։ Չի կարելի մարդ պետք է միշտ բարի լինել, պետք է շատ հարցերում հանդուրժել, օգնել, հասնել։ Ես ընկերությունը դա եմ հասկանում, կներեք ռուսեն ասում է «И в горести, и в радости»։ Այն մեր ընկերությունը դա է, մինչև առ այսօր։ Իսկ այսօրվա ասպարեզին հետևելով շոու բիզնեսի, ինչ եք կարծում, ինչն է այն կարևոր պակասը, որ ունենք ասպարեզում։ Նախ անկեղծ ասեմ, ես չեմ էլ հետևում այսօրվա մեր շոուին, որտեղ դա ինձ բոլորովին չի հետաքրքրում, որտեղ ընդհանրապես այդ անունը շոու բիզնես կներեք էլ իմ քիչ չի սազում։ Այսօր ինչ ենք լսում, ռաբիս ենք լսում, ուրիշ ինչ կարող ենք լսել։ Ուրիշ ինչ կարող ենք լսել Վարդան ջան, մի հատ ասա։ Այսօր ես չեմ լսում շատ հազվադեպ, որ կարող է երգեն Արնո Բաբաջանյան, շատ հազվադեպ, որ կարող է երգեն Ռոբերտ Ամիրխանյան, կամ բայց դա կարող է լինի 1000-ից մեկը, հա? Բայց չէ՞ որ այս կոմպոզիտորները հրաշալի երգեր ունեն։ Այդ բոլոր երգերը մտել են մեր արվեստի պատմության մեջ։ Ոնց կարելի է այդ երգերը չերգել ու այսպես ինչ որ այսօր երգում են ռաբիս, այդ կլկլոցները, արաբական անհասկանալի, միթե իրանք համարում են, որ դա է արվեստ, ամոթ է չի կարելի։ Չի կարելի, արվեստը դա մեր լեգենդներն են, մեր կոմպոզիտորներն են, որոնցով մենք ծնվել ենք, ապրել ենք, մեծացել ենք, դաստիարակվել ենք վերջապես։ Իսկ այսօր ցավոք սրտի այդ բանը չկա։ Ես հաղորդումից դուրս էլ նշեցի, որ վերջերս փորձեցի մոտ 2-3 ժամ ուսումնասիրել ավագ սերնդին։ Լսեցի ձեզ, լսեցի Սյուզան Մարգարյան, Էրնա Յոզբաշյան, Ռոբերտ Ամիրխանյան, Մանիկ Գրիգորյան, ու գիտեք ինձ համար ինչն էր հաճելի, ամեն մեկը մի գույն էր։ Ու ամեն մեկից կար սովորելու ինչ-որ մի բան։ Այո։ Այսօրվա երաժշտությունը, ձեր երաժշտությունից հետո լսել այսօրվա երաժշտությունը մի փոքր բարդ է, բայց միևնույն ժամանակ հասկանում եմ, որ այսօրվա ստանդարտներին միգուցե համապատասխանում են ու այն ինչ ներկայացնում են, այդ էլ լսում ենք։ Այո։ Բայց ավակ սերնդին բերել եթեր այսօր շատ քիչ է իրականում։ Ու երբ որ ես զանգով դիմում եմ ավակ սերնդին, որպեսզի հրավիրեմ եթեր, շատ ցավալի է ինձ համար, որ լսում եմ նաև կարծիք, դե լավ, մեզ ով է նայելու։ Ճիշտ են ասում։ Բայց ես ուզում եմ ասում, որ դες իրականում շատ նայողներ, շատ տարածողներ կան, Տիկինգայ։ Ես հավատում եմ Վարդան ջան, բան չունեմ ասելու, բայց նայեք, ես այսօր չեմ ուզում հիմա անուն ազգանուններ տալ, ովքեր ինձ մոտ ավարտել են, ովքեր այսօր արդեն տարիներ շարունակ շոու բիզնեսում են ու շատ ժամանակ որ ես մեկ-մեկ իրենց հանդիպում եմ, հա, ես ասում եմ Ես քեզ դա եմ տվել, ես քեզ դա եմ սովորեցրել։ Չէ՞ որ դու լրիվ ուրիշ երգեր էիր երգում, ուրիշ մանիերա կար, ուրիշ ստիլ կար։ Ինձ շունն գալ ինչ ասում, դե գանեմ Իսրոպովնա ջան ասում, այսօրվա պահանջարկը դա է։ Հասկանում եք։ Այսօր դա է պահանջարկը։ Բայց ես տարիների ընթացքում հասկացել եմ մի բան, այն ինչ ներկայացնենք, դա էլ դառնում է պահանջարկ։ Ես ձեզ ասեմ, պահանջարկը դա է, որովհետև այսօրվա մեր կլիպերը, ովքեր որ ներկայացնում են, բոլորը ռաբիս երգեր են։ Դրա համար է ժողովուրդը դա է լսում ու ժողովուրդը դրան է արդեն սովորել։ Հասկանում եք։ Այս է այսօր ցավոք սրտի, բայց դա այդպես է։ Ես ընդհանրապես հիմա հեռուստատեսություն չեմ միացնում։ Որտեւ ես ինչ պետք է նայեմ, ինչ պետք է լսեմ, որ ես ասեմ այո, էսի մի հրաշալի կատարում էր։ Չկա այդպիսի բան։ Չկա։ Ամեն դեպքում Տիկինգայն ես վերջերս երբ որ փորձեցի բոլորի համար բացել էջեր, չգիտեմ, ուղղակի, որովհետեւ
ես սիրում եմ ներկայացնել ավակ սերնդին, թե ձեր, թե Սեզար Մարգարյան, թե Մանիկ Գրիգորյան, բոլորի էջերին հետևելով հասկացա, որ ձեզ սպասում են, ձեզ սիրում են, ձեզ կարոտում են ու ձեր պահանջարկն այսօր կա, որովհետև ավակ սերունդը ամենայն դեպս ավակ սերունդը ունի որակով երաժշտության կարիք։ Այո, ես համաձայն եմ, ես դրա համար եմ ասում, որ ինձ համար ամենամեծ գնահատականը դա իմ ընկերներն է, դա իմ ժողովուրդն է, որը միշտ ինչքան որ ինձ տեսնում են, ասում են, մենք ձեզ շատ ենք հարգում, մենք ձեզ շատ ենք սիրում, մենք շատ ենք գնահատում ձեր արվեստը։ Դրա համար դա ինձ համար ժամանակ սպասում ձեր համերգին։ Այո, սպասում են իմ մենահամերգին։ Ինքն է դասավանդում եք։ Ես դասավանդում եմ հիմա արդեն դասավանդում ենք երգի Արտուր Գրիգորյանի ակադեմիայում ստուդիայում, այնտեղ արդեն դասավանդում եմ մոտավորապես արդեն 20 տարի եւ արվեստի եւ մշակույթի պետական քոլեջում Շարլ Ազնավուրի, այնտեղ էլ եմ դասավանդում ոճաբանություն եւ երգեցողություն։ Ձեր աշակերտներին ամենակարևոր խորհուրդը որ տալիս եք ո՞րն է։ Նկատի ունեք երգեցողության մեջ եւ երգեցողության եւ կյանքում։ Ես կյանքում իրենց խորհուրդ եմ տալիս, որ միշտ լինել անկեղծ, միշտ լինել բարի, միշտ կարողանալ մեկը մյուսին օգնել, միշտ կարողանալ մեկը մյուսին հասնել։ Իսկ երգեցողության մեջ ես նորից եմ կրկնում, պետք է եթե դու ուզում ես շարունակել քո երգը, այ ոնց որ ես փոքրուց երազել եմ եւ իմ հայրս միշտ ասում էր Գայա, եթե դու խոսք տաս, որ դու կլինես լավ երգչուհի, ես քեզ թույլ եմ տալիս։ Ուրեմն շարունակի եւ ես իմ խոստումը կատարեցի։ Եվ նույնն էլ իմ աշակերտներ ուսանողներին եմ ասում, եթե դու ուզում ես շարունակել այս երգեցողությունը, ուրեմն դու պետք է շատ աշխատես քո վրա, շատ աշխատել, որ դու կարողանաս ինչ-որ մի բանի հասնել։ Աշխատասիրությունը միշտ տալիս է արդյունք։ Համաձայն եմ ձեզ հետ, որովհետև եթե չաշխատես, միևնույն է որակ չես ներկայացնի։ Երբեք։ Իսկ այսօր ամեն ինչ դարձել է այնքան հասանելի, համացանց։ Այո։ Որ ներկայացնում են եւ որակով եւ անորակ ու արդեն դժվարանում ենք զատել որակն ու անորակը միմյանցից։ Բանը նրանում է, որ օրինակ առաջ մի քանի տարի առաջ, մեզ անընդհատ հաղորդումների էին հրավիրում, ինչ որ լինեն երբեմն եւ միջոցառումների էին հրավիրում, բայց այս արդեն վերջի այս 5 տարին կարող եմ ասել Ընդհանրապես մեր մասին։ Ես հիշում եմ, որ նաև դուք երաժշտական նախագծերում եղել եք։ Այո, եւ ժյուրիում եմ եղել, եւ նախագահ եմ եղել, եւ բայց այս վերջի 5 տարվա ընթացքում ընդհանրապես մոռացել են մեր մասին։ Ոչինչ։ Միգուցե սպասում են նորությունների, միգուցե սպասում են փոփոխությունների։ Չգիտեմ, տեսնենք, ժամանակը ցույց կտա։ Իսկ դիքինգանը կա մի երգ, որ ցանկացել եք երգել, բայց դեռ սպասում եք։ Կամ ո՞րն է ձեր այսպես ասած երազանքների երգը, որ դեռ չեք կատարել կամ որ ասեմ Վարդան ջան, ինչ որ երկավոր երազում եմ երգել, չէ, չկա նման բան, բայց իմ ամենասիրված երգերից մեկն է եղել, որը եղել է միշտ իմ կյանքի այցեքարտը, Վերնի мне մուզիկու եւ Արտուր Գրիգորյանի Հայաստան իմ ճկնաղ։ Ես այդ կատարումը լսել եմ ու առաջին անգամ անկեղծ։ Ես շատ տարբեր երկրներում այդ երգը ներկայացրել եմ, որը միշտ մեծ հաջողություն է ունեցել։ Ես առաջին անգամ այդ երգը լսել եմ ձեր կատարմամբ։ Այո, որտեղ Արտուր Գրիգորյանը լավ հիշում եմ եկավ մեր փորձին ֆիլհարմոնիա եւ ասեց, որ մայստրո ջան, ես մի հատ երգ եմ գրել, շատ կուզենայի, որ Գայանեն առաջի կատարողը լինի։ Մայստրոն լսեց, ասեց Ես էլ ասի մեծ հաճույքով կերգեմ այդ երգը։ Իսկ եթե դες առաջարկվեր ու հնարավորություն տրվեր նոր տեսահոլովակ ներկայացնելու, կներկայացնեիք նոր երգ բոլորովին ձեզ համար գրված նոր երգ, թե ձեր երգացանկից որևէ երգի տեսահոլովակ։ Չէ, երևի երգացանկից։ Իսկ որը կներ այն երգը, որը որ հիմա չեմ կարող ասել, դժվարանում։ Ասենք անակնկալների Տիկինգան։ Դժվարանում եմ։ Տիկինգան շնորհակալ եմ ձեզ։ Ես էլ եմ շատ շնորհակալ։ Ես ամեն հաղորդումից հետո իմ հյուրերին նույն նախադասությունն եմ ասում, շնորհակալ եմ, որ մենք նոր ծերունդս ունենք հնարավորություն ձեր ժամանակակիցը լինելու, ձեզ հետ շփվելու, վայելելու։ Ինձ համար տարիներ շարունակ եղել է նպատակ ու միևնույն ժամանակ
երազանք ձեզ հրավիրել տաղավար, որովհետև ես վստահ եմ, այդ եթերն էր բարությամբ, սիրով, ջերմությամբ լցված այո։ Առողջ եղեք, Տիկին Գայանե։ Մերսի շատ։ Վստահ եղեք, ձեզ սիրում են, ձեզ գնահատում են։ Ու ես վստահ եմ, որ նոր սերնդի մեջ, եթե ոչ 100%-ը, գոնե 60-70%-ը ունի ձեր երաժշտության կարիքը։ Վստահ եմ, որ գալու է մի օր, որ եթերները կողողվեն ավագ սերունդով։ Հույսով եմ։ Ես համաձայն եմ եթերներում տեսնել նաև նոր սերնդին, բայց համաձայն եմ միևնույն ժամանակ, որպեսզի դա լինի բալանսի մեջ։ Այո։ Եվ ավագ սերունդ, եւ նոր սերունդ, որպեսզի մենք սովորենք ու միևնույն ժամանակ սովորենք գնահատել։ Մերսի շատ, ես էլ եմ շնորհակալություն հայտնում, ուզում հայտնել հրավերի համար, ձեզ այս հաղորդումներ, այս հաղորդումը, որ դուք նոր եք չեք սկսել կարծեմ, ձեզ ցանկանում եմ միշտ լավ հյուրեր ունենաք ձեր տաղավարում։ Երբ որ իմ հյուրերը ավագ սերունդն են, ուրեմն լավ հյուրեր են, որովհետև ավագ սերունդը ամենալավ հյուրն է։ Առողջ եղեք ու միշտ մնացեք այսքան գեղեցիկ Տիկին Գայանե։ Շատ շնորհակալ եմ, կաշխատեմ։ Ահա եւ վերջ։ Ավարտվեց անցյալից ներկա հաղորդման այսօրվա մեր թողարկումը։ Այսօրվա մեր հյուրը կանացիության ու բարության խորհրդանիշ էր։ Այսօրվա մեր հյուրը Հայաստանի Հանրապետության վաստակավոր արտիստ Գայանե Հովհաննիսյանն էր։ Նոր սերնդին խորհուրդ կտամ մի բան. սիրեք ու գնահատեք ավագ սերնդին։ Նրանք ոչինչի կարիք չունեն, միայն սեր ու ջերմություն ձեզանից։ Ես Վարդան Բարսեղյանն եմ, իսկ մենք հանդիպենք արդեն հաջորդ շաբաթ նոր պատմություններով։